Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրված ծրագիրն է։ 12 տարեկան Մարիա Հարությունյանին առաջին անհատական ցուցահանդեսը ծննդյան օրը Վրաստանը նգնախարարը հարգանքի տուրք համատուցալ հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին։ Իրանը նախագահ Ամերիկայի հետ բանակցություններում Թեհրանը զիջելու չի ազգային շահերը։ Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում ցուցադրվալա Ուխտնի Մաշտոց վավերագրական կինոն։ Մունք նման տեսանյութերը պիտի յոյոնինք ու օգտագործենք Բաքվի դեմ։ Արցախաբալիկները հրամայում են։ Հունիսի 6-ին ժամը 1-ին Երևանյան ժողովրդական արվեստների թանգարանում պետցվելու է 12 տարեկան նկարչուհի Մարիա Հարությունյանի առաջին անհատական ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը խորհրդանշական է նաև նրանով վեր կազմակերպվում է հենց երիտասարդ արվեստագետի ծննդյան օրը։ Մարիան նկարում է հալամ 4 տարեկանից։ Իրան ստեղծագործություններում առանձնատուկ տեղ են զբաղեցնում բնապատկերները, որոնց միջոցով ինքը ներկայացնում է բնության ղաշենգությունը, ներդաշնակությունը, մանկական անկեղծ ու անմիջական ընկալումավը։ Ցուցահանդեսը հնարավորություն է տալան արվեստավոր հանրությանը ծանոթանալի ջահիլ նկարչուհու ստեղծագործական աշխարհին, գնահատելի իրան տաղաննա գեղարվեստական մտածողությունը, միջոցառմապետցա սաղ ցանկացողներին հետի ու խոստանում ատառնա ղաշենք մշակութային իրադարձություն նվիրված ջահիլ արվեստի ու ստեղծագործական ոգուտոնին։ Պաշտոնական այցավ Արևելյան Հայաստան եկած Վրաստանը նգնախարար Սուլխան Թամազաշվիլին Արևելյան Հայաստանը նգ փոխնախարար Արմեն Մկրտչյանին ուղեկցությունով քեցալա Տիզյանակաբերդա հուշահամալիր ու հարգանքի տուրք համատուցալ հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հայտում են ներքին գործերի նախարարությունն։ Իրանը նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարավ էր Ամերիկայի հետ բանակցություններում Թեհրանը որևէ պայմաններում հրաժարվելու չի երկրի իրավունքներից, ազգային շահերից ու հիմնարար սկզբունքներից։ Իրան հայտարարությունը հրապարակել է Ալ Ջազերան։ Փեզեշքյանը նաև քննադատել է այն քաղաքական ուժերին, որոնք ըստ իրան փորձում են թույլատնեն իրանաբանակցային թիմի դիրքերը։ Ինքն գծալավեր բանակցությունների սաղ փուլերը անցկացվան Իրանագերագույն առաջնորդին հետ լիարժեք համակարգումով ու երկրի օրենսդրության շրջանակում։ Իրանը նախագահին ասելավ է բանակցային թիմի հիմնական նպատակը երկրի քաղաքացիների իրավունքների ու ազգային շահերի պաշտպանությունն է, իսկ հնարավոր համաձայնությունը կարետանա Իրանը դիվանագիտության հերթական ձեռքբերումը։ Միևնույն ժամանակ Ամերիկայի նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը մեկնալա Դոհա սպասվող շփումների մինչդեռ Իրանը ԱԳՆ-ն հայտարարավ էր Դոհա մեկնող իրանական պատվիրակության այցը կապված է երկրի սառեցված ակտիվների ապա շրջափակման հարցին հետ ու վերաբերում չի Ամերիկայի հետ բանակցություններին։ Հունիսի 29-ին Արևմտահայաստան ու Արևմտահայության հարցերի ուսումնասիրության կենտրոնում կազմակերպվելա Ուխտնի Մաշտոց փաստավավերագրական կինոյի ցուցադրությունը։ Միջոցառմանը ներկայ են գտնվել ֆիլմի ռեժիսոր Արտակ Ավդալյանը, սցենարիստ Արփի Սուքիասյանը ու կինոյի ստեղծման աշխատանքներին մասնակցած այլ մտավորականներ։ Նախքան կինոյի ցուցադրությունը Արտակ Ավդալյանը, Արփի Սուքիասյանը հակիրճ ներկայացրան թահուն ցածնվալ նման կինո նկարահանների գաղափարը ու ինչ բարդությունների միջոցով անցավ ստեղծագործական թիմը հատկապես Արևմտյան Հայաստանում։ Ուխտնի Մաշտոց կինոն նվիրված մի քանի հայերի ուխտագնացության պատմությանը վեր սկսալը Մաշտոց հաշիրի մի կողքից օշականահասալ մինչև տարօնահաց եկածչենը հայ գրերի գյուտի ընթացքում Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անցկացած օրից ճանապարհները։ Միջոցառման վերջումն էլ կինոյի ստեղծմանը մասնակից մտավորականները պատասխանալը ներկաների հարցերին։ Համացանցում տեսանյութ տարածվել թահունցն ադրբեջանցիք հայկական գերեզմանոցում մոտ սեղան պետցրալ հենց շիրմաքայրին կողքին գերուխում ունանում։ Նշվում է վեր ենթադրաբար տեսանյութը հրվալ է օկուպացված Արցախա ինչ որ գերեզմանոցում, բայց Արցախա մշակութային ժառանգության օմբուդսմեն Կովկասագետ Հովիկ Ավանեսովը ուսումնասիրելով տեսանյութը ասալ է վեր իհարկե հրված է հայկական գերեզմանոցում, բայց ոչ Արցախում, որովհետև Արցախում սովորություն չի ել հանգուցյալների անունեն շիրմաքայրին ռուսերենով կիրելը, հատկապես վերջի մի քանի տարիների վաղտը։ Տեսանյութը հավանաբար հրված է հյուսիսային Կովկասի տարածքում։ Մունք կայել չենք բացառենք այս ձեռագրի կրկնությունը օկուպացված Արցախա որևէ գերեզմանոցում, հատկապես վեր նախադեպ էր նախկինում իլալեն ու երբ մի ամբողջական գերեզմանոց են քանդել ադրբեջանցիք։ Ադրբեջանը բարոյական որևէ արժեհամակարգ կոնվեջ մխալա դեպքի են տեսալ թահունցում մի գերեզմանոցում մի քանի դյոնում վանդալիզմի ենթարկում ու հետո հավասարացնում վաղին։ Դաժե տապանակայերի երային մանկյամ հետո դրանք ոչնչացնում, այնպես վեր Բաքվի վանդալիզմի դեպքերը տարբեր դրսևորումներ են ունենում։ Հունիսի 30-ին Երևանը Հովհաննես Թումանյանի անվան ազգային տեխնիկային թատրոնում Արցախաբալիկներ մանկապատանեկան համույթը ներկայացրել է Ձոն Արցախին խորագրավ համերգային ծրագիրը դիալոգ հասարակական կազմակերպության հովանավորությունով։ Համույթի սաները հանդիսատեսին ներկայացրան արցախյան սիրված երգեր, պարային ու թատերական համարներ, վեր արտացոլան Արցախապատմությունը, ազգային հիշողությունը, հայրենիքի հանդեպ սերը։ Ելույթների ընթացքում հնչալն Ձոն Արցախին, Արցախաբալիկնենք, Շուշվա կեղը, պիտի ապրինք ու այլ ստեղծագործություններ։ 1989 թվականին հիմնադրված Արցախաբալիկ
ներհամույթը 2023 թվականի բռնի տեղահանությունն ետը դիալոգ հասարակական կազմակերպության քեմագյավը վերակազմավորվալա Երևանում ու շարունակում է մշակութային առաքելությունը։ Կոնցերտին բարձնելավը հնչած Ղարաբաղ իմ ճգնաղ երգը վերածվալա հայրենիք ետրնալի հույսի ու հավատի խորհրդանշի արժանանալավ հանդիսատեսի երկարատև ծափահարություններին։ Սիրելի հայրենակիցներ, սորվայտ եսքանք պատրաստալ ապրիկ ուշադրության հետի պնդկացիք։